Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, ընդամենը հաշված րոպեներ առաջ Fox News-ը հայտնեց, որ Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է։ Մենք այսօր աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, այլ աղբյուրներով չենք կարողացել հաստատել այս տեղեկությունը, այդ X պատճառով էլ ուղիղ հղում ենք անում հենց Fox News-ին։ Այսօր փետրվարի 28-ն է, օրը շաբաթ եւ ժամը 2-ն է, մենք ինչ ենք նշում հատկապես այս ժամը, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Ավելի վաղ համացանցում տարածվում էին ենթադրություններ, սակայն ոչ ոք չէր հաստատում դրանք։ Ըստ հաղորդումների հնարավոր է, որ նա միակ զոհը չէ, նշվում է, որ կարող են զոհված լինել նաև ղեկավարության այլ անդամներ։ Իսրայելական կողմը ըստ երևույթին իրականացրել է այսպես կոչված գլխատման հարված, թիրախավորելով երկրի ղեկավարությունը։ Մինչդեռ ամերիկյան թիրախները եղել են մի փոքր այլ բնույթի։ Այսպիսով Իսրայելը, ինչպես նշվում է, իրականացրել է առավելագույն պատիժ Իրանի ղեկավարության նկատմամբ։ Մենք ունենք ավելի վաղ տեղեկություն Reuters-ի մեր գործընկերներից, որոնք փոխանցում էին, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել էր հայտարարության մեջ, թե կան նշաններ, որ այաթոլլահ Ալի Խամենեին այլևս կենդանի չէ։ Այժմ հարցն այն է, թե ինչ է տեղի ունենալու հետո։ Հեղափոխության պահապանների կորպուսը եւ զինված ուժերը կանգնած են ընտրության առաջ։ Եթե ոչ միայն Խամենեին, այլ նաև ղեկավարության այլ ներկայացուցիչներ են սպանվել, ապա կարող է առաջանալ իշխանական վակուում։ 86-ամյա առաջնորդը 35 տարի ղեկավարել է Իրանը, դառնալով աշխարհի ամենաերկարակյաց ավտորիտար ղեկավարներից մեկը։ Նրա մահը կարող է լուրջ հարված լինել ռեժիմին եւ արագացնել նրա հնարավոր փլուզումը, ինչը ըստ հայտարարությունների եղել է այս համատեղ ռազմական գործողության նպատակներից մեկը։ Սակայն դա նաև կարող է առաջացնել ժառանգորդության ճգնաժամ առանց հստակ լուծման։ Իրանի սահմանադրության համաձայն հոգևորականների խորհուրդը պետք է ընտրի նոր գերագույն առաջնորդ։ Սակայն եթե իսրայելական հարվածները թիրախավորել են նաև Իսլամական հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատարներին եւ քաղաքական այլ ղեկավարներին, ապա ռեժիմի հրամանատարական շղթան կարող է այժմ գտնվել խորը խառնաշփոթի մեջ։ Մենք շարունակում ենք հետևել զարգացումներին եւ կփոխանցենք ձեզ նոր մանրամասներ, երբ դրանք ի հայտ կան։ Հիմա ընդհանուր թեմայի մասին։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը լայնածավալ հարված են հասցրել Իրանին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցի ժողովրդին վերցնել ճակատագիր իրենց ձեռքը, ապստամբելով 1979 թվականից երկիրը ղեկավարող իսլամական իշխանության դեմ։ Իրանի պետական լրատվամիջոցները հղում անելով Կարմիր մայրիկին հայտնել են, որ առնվազն 201 զոհ կա եւ ավելի քան 700 վիրավոր։ Իրանը պատասխանել է հրթիռներ եւ անօդաչու սարքեր արձակելով Իսրայելի եւ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Կրակահերթերը դեռևս շարունակվում են։ Առաջին հարվածներից մի քանիսը ըստ երևույթին հենց թիրախավորում էին 86-ամյա գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրասենյակի հարակից տարածքները եւ բուն նստավայրը։ Մայրաքաղաք Թեհրանի վրայից ծուխ է բարձրացել, իսկ իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ հարվածներ են իրականացվել ամբողջ երկրով մեկ։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NBC News-ին ասել էր, որ Խամենեին եւ նախագահ Մասուդ Փեզեշքյանը ըստ իր տեղեկությունների դեռևս ողջ են։ Նա հարձակումը բնութագրել էր անառիթ, անօրինական եւ բացարձակապես ոչ լեգիտիմ։ Ռամադանի սրբազան ամսվա ընթացքում իրականացված այս հարվածները բացեցին ԱՄՆ միջամտության նոր փուլ։ 8 ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է Թրամփի վարչակազմը ռազմական ուժ կիրառում Իսլամական Հանրապետության դեմ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին։ Հարձակումներից մոտ 12 ժամ անց ԱՄՆ բանակը հայտնել է, որ ամերիկյան կողմում զոհեր չկան եւ վնասները նվազագույն են, չնայած հարյուրավոր իրանական հրթիռային եւ անօդաչու հարձակումներին։ Թիրախների թվում են եղել Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային եւ անօդաչու արձակման կայաններ ու ռազմական օդանավակայաններ։ Ամերիկացի պաշտոնյան եւ գործողության մասին տեղեկացված մեկ այլ անձ Associated Press-ին հայտնել են, որ թիրախների թվում եղել են նաեւ Իրանի ղեկավարության գլխավոր անդամները, սակայն հստակ տեղեկություն նրանց կողմից չկա, թե բարձրաստիճան որ պաշտոնյաներն են կոնկրետ սպանվել։ Պաշտոնական Թեհրանն ասել է, որ նույնիսկ եթե Իրանի բարձրագույն ղեկավարները սպանվել են, դա չի երաշխավորում ռեժիմի փոփոխություն։ Միացյալ Նահանգներում դեմոկրատները քննադատում են, որ Թրամփը գործել է առանց կոնգրեսի թույլատվության։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտն էլ սակայն ասել է, որ վարչակազմը նախապես տեղեկացրել է մի շարք հանրապետական ու դեմոկրատ առաջնորդների։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ այսօր հրավիրում է արտակարգ նիստ, իսկ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինն էլ նշել է, որ ուշադիր հետևում է զարգացումներին եւ ռադիոլոգիական ազդեցության որևէ ապացույց դեռևս չի տեսել։ NetBlocki իրավապաշտպան խումբը հայտնում է, որ Իրանում գրեթե ամբողջությամբ ինտերնետային խափանում է։ Վերջին ամիսներին լարվածությունը աճել էր, երբ ամերիկյան ռազմածովային նավերը
տեղակայվել էին տարածաշրջանում։ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է համաձայնություն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համար։ Այն ժամանակ, երբ երկիրը բախվում էր ընդ որում աճող ներքին դժգոհության հետ, համազգային բողոքներից հետո էր դա։ Շաբաթօրյա հարվածների անմիջական պատճառը ըստ ամենայնի հինգշաբթի օրը ձախողված միջուկային բանակցություններն էին։ Դրանք արտացոլում են այն փոփոխությունները, որոնք Իրանի ղեկավարությանը բերել են ամենաթույլ դիրքին իսլամական հեղափոխությունից ի վեր։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նախորդ տարվա հունիսյան հարվածները զգալիորեն թուլացրել էին Իրանի հակաօդային պաշտպանությունը, ռազմական ղեկավարությունն ու միջուկային ծրագրերը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի արձակումից հետո ցակած տարածաշրջանային հակամարտությունը եւս թուլացրել է Իրանի դաշնակից ցանցը Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգների պատժամիջոցներն ու միջազգային մեկուսացումը խորը հարված են հասցրել Իրանի տնտեսությանը։ Իրանը վերջին հարվածներին պատասխանել է թիրախավորելով Իսրայելը եւ Բահրեյնում, Քուվեյթում ու Քաթարում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։ Իսրայելի բանակը հայտնել է, որ արձակվել են տասնյակ հրթիռներ, որոնցից շատերը խոցվել են։ Իսրայելական շտաբ օգնությունն էլ նշել է, որ 89 թեթև վիրավորներ կան։ Իսրայելի բանակը հայտարարում է, որ սկսել է նոր հարվածներ կենտրոնական Իրանում հրթիռային արձակման կայանների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ։ Հարավային Իրանում տեղական իշխանությունների տվյալներով աղջիկների դպրոցի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակն ասել է, որ տեղյակ են այդ հաղորդումների մասին եւ ուսումնասիրում են դրանք։ Իրանի հարավ-արևմտյան շրջանում ըստ իրնագործակալության զոհվել է առնվազն 15 մարդ։ Տարածաշրջանում ավիաչվերթները խափանված են, Դուբայի երկնքում լցվել են հակաօդային կրակներ, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում իրանական հարձակման բեկորներից զոհվել է 1 մարդ։ Իսրայելը նաև հայտարարել է, որ գործողությունը ամիսներ շարունակ ծրագրվել է ԱՄՆ-ի հետ համատեղ ու բանակի շտաբի պետը նշում է, որ ութոժը հարվածել է հարյուրավոր թիրախների ամբողջ Իրանում։ Թրամփը ռազմական գործողությունները հիմա հիմնավորում է այն պնդմամբ, որ Իրանը շարունակում է զարգացնել միջուկային ծրագիրը, չնայած նախկինում հայտարարել էր, որ այն ամբողջությամբ ոչնչացված է։ Նա ընդունել է, որ կարող են լինել ամերիկյան զոհեր, նշելով, որ պատերազմում դա հաճախ է պատահում։ Նա նաև հայտարարել է, որ նպատակ ունի ոչնչացնել Իրանի ռազմածովային ուժերը եւ տարածաշրջանային դաշնակից խմբավորումները։ Թրամփը կոչ է արել իսլամական հեղափոխության պահապաններին վայր դնել զենքերը, խոստանալով անձեռնմխելիություն, հակառակ դեպքում սպառնալով անխուսափելի մահվան։ Իրանը հայտարարել էր, որ ցանկանում էր խուսափել պատերազմից, սակայն պահպանում էր Ուրանի հարստացման իրավունքը ու չէր ցանկանում քննարկել իր հեռահար հրթիռային ծրագրերը կամ Համասի ու Հեզբոլայի նման խմբերին աջակցությունը։ Իրանը հիմա ասում է, որ հունիսից հետո չի հարստացրել ուրան, սակայն արգելել է միջազգային տեսուչներին այցելել այն օբյեկտները, որոնք Միացյալ Նահանգները ռմբակոծել է։ Արբանյակային լուսանկարները ցույց են տվել վերջին շրջանում նոր ակտիվություն այդ վայրերից երկուսում։ Իրանը պահանջել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման խորհրդի հրատապ նիստ միջուկային օբյեկտներին սպառնալիքների հարցով։ Վերլուսաբանների կարծիքով տարածաշրջանային հետևանքները կարող են շատ լուրջ լինել, հատկապես եթե վտանգվի Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի ծովային արտահանման մոտ 1/3-ը։ Սաուդյան Արաբիան ասում է, որ իրանական հարձակում է եղել Ռիադի եւ երկրի արևելյան շրջանի ուղղությամբ, որը հետ է մղվել։ Բահրեյնում վնասվել են մի քանի շենքեր, Քուվեյթում անօդաչուով հարված է եղել գլխավոր օդանավակայանի վրա, իսկ Հորդանանը հայտարարել է, որ խոցել է 49 անօդաչու եւ բալիստիկ հրթիռ։ Կոնգրեսի առանցքային անդամները պահանջում են անհապաղ քվեարկություն պատերազմական լիազորությունների մասին բանաձևի շուրջ, որը կսահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե վարչակազմը չստանա կոնգրեսի պաշտոնական թույլատվությունը։ Օրենսդիրները նախազգուշացնում են, որ խոսքը կարող է լինել հնարավոր անօրինական արշավի մասին, որը վտանգում է Միացյալ Նահանգներին ավելի խորը ներգրավել Մերձավոր Արևելքի հակամարտությունում։ Թե ներկայացուցիչների պալատում, թե սենատում, որտեղ հանրապետականները փոքր առավելություն ունեն, նման բանաձևերի նախագծերը պատրաստված էին մինչև շաբաթօրյա հարվածները։ Այժմ օրենսդիրները պատրաստվում են հաջորդ շաբաթ հազվադեպ պատերազմական լիազորությունների բանավեճի, որը փաստացի հանրաքվեի նման կդառնա Թրամփի կոնգրեսի պաշտոնական թույլատվություն չստանալով ռազմական գործողություն սկսելու որոշման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ հանրապետականների մեծ մասը, հատկապես կուսակցության առաջնորդները, աջակցել են Թրամփի գործողություններին։ Նրանք նշում են Իրանի միջուկային ծրագիրն ու հրթիռային կարողությունները որպես ռազմական պատասխան պահանջող սպառնալիք։ Չնայած նախագահը որպես գլխավոր հրամանատար կարող է որոշ սահմանափակ ռազմական գործողություններ իրականացնել ինքնուրույն, սահմանադրությունը պատերազմի հայտարարելու իրավունքը վերապահում է կոնգրեսին։ Իրաքի պատերազմի նախօրեին նախագահ Ջորջ Բուշը ամիսներ շարունակ աշխատել էր կոնգրեսի թույլատվությունը ստանալու ուղղությամբ։ Իրանի դեպքում նման քվեարկություն չի իրականացվել, թեև պատերազմական լիազորությունների շուրջ բանավեճը հիմնականում խորհրդանշական կարող է լինել, նույնիսկ եթե բանաձևն էլ ընդունվի, Թրամփը ամենայն հավանականությամբ
վետո կդնի ու կոնգրեսը չունի բավարար 2/3 մեծամասնություն այդ վետոն հաղթահարելու համար։ Այնուամենայնիվ, նման քվեարկությունները մնում են որպես հրապարակային արձանագրություններ։ Այս ժամի համար առանձնացրել էի այսքանը, մենք աշխատում ենք արտակարգ ռեժիմով, իսկ իրադարձությունները զարգանում են վայրկյանի արագությամբ, թեև Fox News-ը հայտնեց, որ Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է, Միացյալ Նահանգները դեռևս պաշտոնապես չի հաստատել դա։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Մեր հաջորդ թողարկումը երևի թե նոր իրադարձությունների հայտ գալու դեպքում կլինի մոտակա 2 ժամվա կամ 3 ժամվա ընթացքում։ Առայժմ